Ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության անդամների ընտրության հարցը, կարևոր հարց, եւ ես առիթից օգտվելով ուզում եմ երկու հարցի հետ կապված, սահմանադրության եւ սահմանադրականության հետ կապված, ասենք կիսվել կարծիքով, մեր կարծիքով, նաեւ մեր կուսակցության ծրագրային դրույթների իմաստով, առաջինը հռչակագրի հետ կապված Տեսեք, ասենք, հիմա լան քննարկում է գնում եւ պաշտոնյաների զեկույցներից կապված սահմանադրության նախագծի պատրաստ լինելու հետ տպավորություն է ստեղծում, որ հռչակագրի հղումը սահմանադրության նախաբանից հանվելու է։ Այստեղ խնդիրներ առաջանում անկասկած, որովհետեւ եթե հռչակագրին հղում չի արվում, ապա ոնց որ ասում են շատ իրավաբաններ, հռչակագիրը դա պետության ծննդականի նման մի փաստաթուղթ է։ Եթե չկա այդ ծննդականի փաստաթուղթը, ապա անհրաժեշտ պետք է լինի ինչ-որ նոր ծնունդ կազմակերպել 4-րդ հանրապետության տեսքով կամ ծննդականը վերականգնել ինչ-որ ձևով։ Այստեղ հենց առաջանում են խնդիրներ։ Ենթադրենք, թե նոր ծնունդ է կազմակերպվում 4-րդ հանրապետության տեսքով։ Այդ դեպքում գնում ենք ՄԱԿ միավորված ազգերի կազմակերպություններ, որպեսզի վերցնենք շին թույլտվություն, պետականություն, պետություն կառուցելու համար։ ՄԱԿ-ն ասում է, գնացեք ձեր հարևաններից համաձայնություն բերեք, տեսնենք ձեր հարևանները խնդիր չունեն, լույսի, ջրի, արևի խնդիր չունեն, որ դուք նոր կառույց եք ստեղծում, նոր պետություն եք ստեղծում։ Գնանք, Վրաստանը իր համաձայնությունը կտա, Իրանի Իսլամական Հանրապետությունը իր համաձայնությունը կտա, Թուրքիան կասի մի հատ հալա Ադրբեջանին հարցրեք, տեսեք ինչ են ասում, նոր մենք կորոշենք։ Ադրբեջանը կասի նոր պետություն եք ստեղծում, ձեր հայրենիքը գտել եք, այն որ գտել եք ձեր հայրենիքը, ոչ թե ձեր պատմական հայրենիքի վրա եք պետություն ստեղծում, այլ որ գտել եք ձեր հայրենիքը, մենք էլ ենք այդտեղ։ Դե եկեք այդ պետությունը միասին ստեղծենք, թե չէ համաձայնություն չենք տալիս եւ խնդիրներ առաջանում։ Հետևաբար շատ կարևոր է հռչակագիրը պահպանելը։ Բայց կա այստեղ արդեն ուրիշ խնդիր։ Մեր հարևանները անհանգստություն ունեն, իհարկե ծիծաղելի է այդ անհանգստությունը, որ մենք տարածքային նկարտումներ ունենք իրենց նկատմամբ ըստ սահմանադրության, էլի որտեղ հղում կա պրեամբուլայի, հղում կա հռչակագրին։ Հայտնի որոշման մասին է խոսքը 89 թվականի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի օրենսդիր մարմինների որոշման, բայց դրանից հետո նախ դրանից հետո այդ Հայաստանը հանրաքվե արել այս տարածքում, որ վարչապետը անընդհատ բաժանում է բոլորին որպես հուշանվեր, այդ տարածքում հանրաքվե արել անկախության մասին, Ղարաբաղն էլ անկախության հանրաքվե արել ստեղծել է Արցախի հանրապետություն, որը այսօր չկա։ Եվ հետևաբար տարօրինակ է, որ աշխարհում կարող է գտնվի մի հոգի գոնե, ով մտածի, թե Հայաստանի Հանրապետությունը վտանգ է սպառնում Թուրքիա-Ադրբեջան տանդեմի համար։ Հետևաբար միգուցե լուծումը գտնենք ուրիշ տեղ, միգուցե հռչակագրին հղումը մնա եւ մի կետ ավելացվի, ինչին պարոն Վարդանյանը հարմար չգտա պատասխանել, մի կետ ավելացվի, որը կհաստատի, կհիմնավորի, որ մենք որևէ պահանջ չունենք, մեր տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ։ Սա այս մասով հաջորդը Գերագույն դատարան, Սահմանադրական դատարան այս խնդրի հետ կապված։ Երբ որ կոവിഡ്ից առաջ քննարկվում էր նորից մեկ ժամանակ նախատեսել էինք սահմանադրություն ընդունելու հետ կապված քննարկումներ եղավ եւ այլ, ես էլ ժամանակ առաջարկեցի, որ Սահմանադրական դատարան ինստիտուտը որպես այդպեսին վերանա, ունենանք Գերագույն դատարան իր համապատասխան պալատներով եւ Սահմանադրական դատարանը լինի այդ պալատներից մեկը եւ որովհետեւ բոլոր դեպքերում ես ինչքան որ իսկ թույլատրվել իմ գիտելիքները հասկանալ Սահմանադրական դատարանը այդքան ծանրաբեռված չի իր աշխատանքով եւ հետեւաբար հսկայական ծախսեր եւ այլ։ Եվ կարծում եմ, որ եթե Գերագույն դատարան հասկացողությունը մտնի սահմանադրության մեջ, ապա նաեւ ԲԴԽ-ի անհրաժեշտությունը կվերանա, որովհետեւ շատ ֆունկցիաներ կտեղափոխվի դեպի Գերագույն դատարան։ Շնորհակալություն այսքանը։